մեծ հանրային առողջապահական խնդիր է հանկարծամահությունը։ Երևան քաղաքի կենտրոնում ամեն 300 մետր մեկ դրված են դեֆիբրիլատորները։ Մինչև դանակը ոսկորին չհասնի, բժշկի չենք դիմում։ 50 տարեկանում արդեն ռիսկի գոտի մեջ ենք։ Պացիենտը գալիս է բժշկի եւ ասում ես ինչպես եք, ինքն ասում է, որ լավ լինեի, հոչ չէի գա։ Եթե պետքա դրա պատճառով մահանամ, ավելի լավ է փորձեմ չծխել։ Մի քանի պացիենտ եմ ունեցել, ովքեր առաջին դոզայից մարիխուանայի սուր փսիխոզի մեջ Այո, կարող է լինի երեխան ծնողի մոտ Հայաստանում ինչի չի ծխում։ Ամաչում են, անհարմար է։ Ծնողը չի ասում, որ սա քեզ կսպանի։ Ծնողը ասում է ամոթը։ Թաքնված շաքարներ, ոնց փորձել դրանից խուսափել։ Ես չեմ ասում միրգ չուտենք։ Ես ավելի շատ ասում եմ դոբրի սոկեր չխմենք։ Սիրելի բարեկամներ, մեր հաղորդման գլխավոր գործընկերն է Կարդիոլաբ բժշկական կենտրոնը։ Կարդիոլաբը մասնագիտացված սիրտանոթային խնամքի կլինիկա է, որտեղ դուք կարող եք շատ բարձր որակով եւ արագ անցնել ձեզ անհրաժեշտ բոլոր ամբուլատոր սիրտանոթային քննությունները։ Կարդիոլաբում մեր արժեքներն են որակը, պրոֆեսիոնալիզմը եւ պացիենտակենտրոն մոտեցումը։ Բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ նկարագրության բաժնում։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Բարի երեկո բարեկամներ, ձեզ հետ կրկին եթերում Կարդիոլաբն է եւ ես Սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը։ Ցանկանում եմ հիշեցնել, որ մենք այստեղ հավաքվել ենք, որպեսզի լինենք ավելի առողջ, ավելի գիտակից, ավելի երջանիկ եւ սեփական առողջության վերաբերյալ որոշումները բուժաշխատողների հետ կիսող քաղաքացիներ։ Եթե հավանում եք այնինչ անում ենք, խնդրում եմ հավանել մեր հաղորդումները, հնարավորինս տարածել եւ իհարկե բաժանորդագրվել մեր ալիքին։ Իսկ այսօրվա իմ հյուրը շատ հետաքրքիր անձնավորությունն է։ Բարեկամներ, բոլորովին վերջերս Երևան քաղաքում մտավ եւ ներմուծվեց մի հրաշալի ծրագիր, որը կապված է սրտային հանկարծամահության կանխարգելման հետ։ Ծրագիրը կոչվում է Heart Safe City, սրտի ապահով քաղաք։ Եվ ահա այս ծրագրի իրականացման ամենահիմքում կանգնած էր Հենար հիմնադրամը։ Եվ այսօր իմ հյուրն է Հենար հիմնադրամի ներկայացուցիչ բժիշկ Արմեն Մինասյանը։ Ողջույն Արմեն ջան, շատ շնորհակալ եմ հյուր լինելու համար։ Մի փոքր կպատմեք մեզ ծրագրի վերաբերյալ եւ որն է նրա առաքելությունը եւ ինչ նպատակներ ունի։ Ծրագիրը կոչվում է Սրտի ապահով քաղաք, Heart Safe City, հասկանալի, արդեն ինչ է նշանակում։ Ծրագիրը կա նաեւ Տոկիոյում, իմպլեմենտացիա եղած, կա դա կարող եմ ինչքան ես եթե չեմ սխալվում ամբողջ Նիդերլանդներով, ամբողջ երկրով մեկ, Սիեթլում եւ մի քանի ուրիշ քաղաքներում։ Որտեղից է դա սկսել։ Մեր համահիմնադիրներից մեկը, Արման Ոսկերչյանը, Հենարի համահիմնադիրներից մեկը, երկար տարիներ աշխատել է եւ եղել է Philips-ի բժշկական ճյուղի տնօրենը, ամբողջ Philips կազմակերպության բժշկական ճյուղի տնօրենը։ Եվ մտածում ենք ինչու չփորձենք եւ չօգտագործենք այդ հնարավորությունը եւ նույն նախագիծը փորձենք կազմակերպել եւ ի կատար կացել Երևանում։ Սկսեցինք եւ հաջողվեց։ Գործընկերները նախագծի Philips հիմնադրամն է, ումից մենք դեռ բերեցինք եւ ներմուծեցինք 40+ համարը 50 դեֆիբրիլատորներ, ամբողջովին ավտոմատ դեֆիբրիլատորներ են, դա մասին խոսենք հիմա։ Երևանի քաղաքապետարանը, առողջապահության նախարարություն, ներքին գործերի նախարարություն եւ շտապօգնություն Երևան քաղաքի։ Դա գործընկերներն են այս նախագծի։ Ասեմ, որ զարմանալի Philips-ի ներկայացուցիչը ասաց, որ բացման ժամանակ, օֆիցիալ բացման ժամանակ քաղաքապետարանում, որ սա զարմանալիորեն մեզ հաջողվել է մի քանի ամսվա մեջ անել, որտեվ ուրիշ երկրներում սա տևել է տարիներ, մինչև սա սկսել այս նախագիծը։ Նախագիծը իրենից ներկայացնում է ուրեմն որպեսզի պատկերացնեք տուփիկների մեջ դրված են դեֆիբրիլատորները, իրանք full ավտոմատ դեֆիբրիլատորներ են։ Այսինքն սրտի ֆիբրիլյացիայի ժամանակ արիթմիայի դուք ավելի լավ կբացատրեք։ Բառերով մենք դրան սրտի կանգ ենք ասում, բայց իրականում դա կանգ չի։ Իրականում դա կանգ չի, որտեղ այդ ապարատը կանգի ժամանակ չի աշխատի, դու պետք է իրան աշխատացնես, հետո ինքը արդեն իր գործը անի, այսինքն իր սխալ, տենց ասած աշխատանքի ժամանակ
ֆիբրիլյացիայի ժամանակ ինքը բերում է իրեն ավելի ռիթմիկ աշխատանքի եւ փրկում է կյանքը մարդու։ Այո, բարեկամներ, եթե հիշում եք, մեր նախկին հաղորդումների ժամանակ մենք քննարկել ենք սրտային հանկարծամահության բեռի մեծությունը եւ ինչքան սարսափելի է, երբ այն տանում է իր հետ այլապես առողջ կյանքեր եւ անկախ տարիքից բոլորովին աշխատունակ, առողջ դեռևս երկարատև կյանքի տևողության ունակ բուժառուների կյանք է տանում եւ այդ պատճառով այս խնդիրը իրենց ներկայացնում է հանրային առողջապահական մեծ կարեւորություն։ Իմիջիայլոց Նիդերլանդներում, երբ ես սովորում էի, մի 2 տարի առաջ այնտեղ հենց արիթմոլոգիական դիպլոմային ծրագիր եմ արել, շատ լուրջ ֆոկուս կար հենց սրտային հանկարծամահության վրա եւ զարմանալի չէ, որ այնտեղ իրականացված այդ ծրագիրը ընդհանրապես մի 2-3 կարևոր անձինք, մարդիկ, ովքեր խորացել են, բժիշկներ եւ մեծ հետազոտություններ անելով պարզել են, թե ինչքան մեծ հանրային առողջապահական խնդիր է հանկարծամահությունը ու կարողացել են կարծես թե իրենց երկրում գոնե հնարավորինս պայքարը առաջ տանել, այնպես որ անձերից կարծում շատ բան է կախված։ Սրտի կանգի պատճառով Դե նշենք նաև, որ Philips կազմակերպությունը Նիդերլանդներից է, այսինքն դա ես չգիտեի ինչ է տակիր է։ Իրանց կենտրոնն Eindhoven քաղաքում է, այո, ինձից են, բայց բարձր լոգիկայից ելնելով արդեն, որ ընդեղից պետք է, այնտեղ պիտի լիներ դա, այդ նախագիծը։ Մեծ հետազոտություններ էին անում գենետիկ, գենոմ վայդ ստադիներ էին անում եւ ամբողջ ընտանիքներ էին հայտնաբերում Նիդերլանդներում, որոնք կանալոպաթիաներ ունեին, այսինքն բնածի ռիթմի խանգարումներ, որից կարող են երիտասարդ տարիքում հանկարծամահ լինել։ Վերադառնալով իհարկե լավ կլինի մենք այդ թեմայանի շուրջը մի հատ խոսանք շատ ոչ երկար, բայց արժի խոսել դրա մասին, այո։ Վերադառնալով նախագծին, ասեմ, որ պարզապես որպեսզի հասկանանք թե ինչպես է ինքը, ինչ է իրենց ներկայացնում, ուրեմն այդ դեֆիբրիլյատորները, որոնք որ չափով մեծ չեն, փոքրիկ ապարատ։ Տեսել եմ, այսքան ինչ։ Կոմպակտ ապարատներ են։ Իրենք ուրեմն Երևան քաղաքի կենտրոնում, սա պիլոտային ծրագրն է հիմա դեռ նախագիծն է։ Երևան քաղաքի կենտրոնում ամեն 300 մետր մեկ պլյուս մինուս, բայց մոտապես ամեն 300 մետր մեկ, այդտեղ լոգիկա կա ինչու ամեն 300 մետր մեկ, որովհետև որևէ կետից որևէ դեֆիբրիլյատորին հասնելու համար մենք հաշվարկներով մոտապես 3 րոպե ամենաշատը ձևելու։ Որպեսզի ուղեղի մահ չլինի։ Եվ որտեղ մենք հասկանում ենք, որ մենք ունենք 5 րոպե ուղեղի մահ չլինելու, ամեն րոպե ուշանալը 10% կյանքի շանսերը կյանքի չմնալ պակասում են, այսինքն դուք հասկանում եք թե ինչի մասին ենք խոսում։ Վայրկյանների, րոպեների մասին է խոսքը գնում։ Ուրեմն, ինչպես նշեցի, ամեն 300 մետր մեկ են պատերին, թե պատերին, թե ինչ-որ մի հիմնարկի կամ ինչ-որ բիզնեսի ներսում դրված։ Մի երկու հայտնի տեղ կասեք, որտեղ դրված է, որ մեր ունկնդիրներն էլ Անի Plaza Hotel, Alpha Farm-ի օրինակ, ոչ թե ընտրված են հատուկ Անի Plaza-ն եւ Alpha Farm-ը, այլ պարզապես 300 մետրի վրա ընկել է այդ հասցեն։ Okay։ Այդ լոգիկան է, ուրիշ լոգիկա չկա։ Փողոցում է ինքը։ Փողոցում են իրանք, թե դրսում, թե ներսում են։ Նայած որտեղ։ Դες օրինակ բերեցի, դա ուղղակի կենտրոն։ Հիմա վերցնենք որպես մի դեպք, ինչ որ մեկը տուժածը ընկած է եւ չգիտես հիմա ինքը ինչ էր այդ կատարվում, այսինքն ուշագնաց պարկած է մեկը։ Ականատեսը զանգարում է շտապօգնությունը խումբը ուղարկելու բրիգադ կոչված ուղարկելու ժամանակ նույն ժամանակ կոճակ է սխվում, որով որ գտնում է ուրեմն վոլոնտյորներից որևէ մեկին, GPS-ով գտնում է վոլոնտյորներից որևէ մեկին, ամենամոտիկին այդ տարածքում։ Մինչ այսօր մենք ուրեմն տրեյնինգով անցել են 1500 պլյուս վոլոնտյորներ, բայց բուժաշխատողներ չեն, չէ՞։ Ոչ, որևէ մեկը։ Ցանկացած մարդ կարող է դառնալ, այո, ցանկացած մարդ կարող է դառնալ վոլոնտյոր։ Վոլոնտյոր ինչպես են դառնում, ես կներեք հետո առաջ եմ գնում, բայց քանի որ հիշեցինք, վոլոնտյոր ինչպես են դառնում, վոլոնտյորները ես դիմում եմ սայթով, այսինքն վեբկայքով դիմում եմ կոճակասողում ես, դիմում ես, ցույց է տալիս որտեղ կարող եմ անցնել տրեյնինգները։ Գործընկերներն են մեր Երևանի պետական համալսարանը, բժշկական Fast First Aid կազմակերպություն, դեռ երկուսն են, եւ հիմա մի քանի ուրիշներ էլ ենք արդեն համագործակցելու շուտով, որոնք որ տրեյնինգներ են անցկացնում, BLS, Basic Life Support։ Այո։ Դա բժշկական օգնություն չի, ինչքան գիտենք, դա առաջին օգնությունն է,
որ օրենքով չի արգելում, որևէ մեկը կարող է ասնել սերտիֆիկատ պետք չունես։ Այստեղ որևէ օրենսդրական խնդիր չկա, մարդը կարող է ընդհանրապես ոչինչ չանել եւ իրեն ոչ մի իմիջիալոց որևէ պատասխանատվություն չես կրում։ Եթե դու արեցիր եւ կյանքը չփրկեցիր, պատասխանատվություն չես կրում։ Շատ կարևոր է սա Կարևոր շեշտադրել։ պահ է այդտեղ, այո, եթե վերսեցրի ապարատը այդ դեֆիբրիլյատորը, հիմա մարդ ես, վախեցար, որի բան չարեցիր։ Շատ այդպես հեշտ չի մարդու կյանք փրկել։ Հեշտ բան չի, նորից որևէ պատասխանատվություն չես կրում։ Բայց սա պարզ հասկանանք, որ այդտեղ որևէ պատասխանատվություն չկա։ Ուրեմն GPS-ով գտնում է application-ով գտնում է ամենամոտիկ վալանտյորներից որևէ մեկին, կամավորներից որևէ մեկին, կամավորը տուփիկը բացելով այնտեղ կոճակ կա, սխում ես, կոդը հավաքում ես, տուփիկից հանում ես ապարատը, գալիս ես, հասնում ես տուժածի մոտ եւ անում ես այն քայլերը, որ պիտի անես, երբ որ դու անցել ես տրեյնինգը։ Այստեղ ասեմ, որ այդ սարքը ես որպես կամավոր որևէ որոշման մեջ դեռ չեմ որևէ որոշում չեմ կայացնում։ Սարքն ինքն է թելադրում։ Սարքը ամեն ինչ ինքը թելադրում է։ Այսինքն այդտեղ ես պարզապես պետք է անեմ այն, ինչ սովորացրել են։ Ես որոշման Որքան է տևում տրեյնինգը, զուտվոր մեր դիտորդները էլի կարողանան կողմնորոշվել։ BLS-ը մի քանի ժամ է, այսինքն օրեր չի։ Նույնիսկ 1 օրում կարելի է այդ տրեյնինգը ստանալ եւ ի վիճակի լինել փրկել։ Եվ ի վիճակի լինել փրկել որևէ մեկի կյանքը, չասեմ, որ շատ հնարավոր է, որ ընտանիքից մեկի, հարազատներից մեկի կյանքն էլ կփրկես։ Սա պարզապես ինչպես որ դուք նշեցիք, բան է, ինչ համար 1 սպանողն է ցավոք սրտի։ Աշխարհում եք, ոչ միայն Հայաստանը մտնում է ստատիստիկայի մեջ։ Պարզ հասկանալի պատճառներով։ Մեր ռիսկերը շատ բարձր են։ Մենք դրան կանդրադառնանք։ Այո, մենք դրան առանձին կանդրադառնանք։ Անում ես գործողությունները, մարդու կյանքը հույսով որ պիտի փրկես, փրկում ես, սպասում ես մինչև շտապօգնությունը գալիս է եւ շտապօգնությունը արդեն ցուցադրում է, այսինքն տալիս է իրեն բժշկական օգնությունը։ Այդպիսով փրկում ենք մարդու կյանք։ Հիմա եթե մենք մեկ մարդու կյանք փրկենք, դա արդեն ուղեգիրը դեպի դրախտ իմ կարծիքով արդեն արժի արդեն արժի նախագիծը որպեսզի այո կյանքի կոչվի։ Այո, կարծում բոլորս մեր հիշողության մեջ կհիշենք նմանատիպ իրավիճակները, հայտնվել ենք ինչ որ մեկի կողքը, ով առնվազն ուշագնացություն է ունեցել, չէ՞ մասի սրտի կանգ կամ ֆիբրիլյացիա, բայց անգիտակից կամ ուշագնացություն ունեցած մարդու կողքը հաստատ բոլորս հայտնվում ենք, այնպես որ Ես անձնական կյանքից ասեմ։ Ակտուալ իրավիճակ։ Ես անձնական կյանքից ասեմ, իմ հայրս 47 տարեկան է մահացել սրտի կանգի պատճառով փողոցում։ Այսինքն եթե էսենց մի բան լիներ, նախագիծ լիներ, շանս կար, որ այդ մարդը կարող էր փրկվել։ Այդպեսի հազարավոր մարդիկ։ 75% մահացությունների արտահիվանդանոցային են։ Սրտի կանգի պատճառով դրա մասին է խոսքը գնում։ Արտահիվանդանոցային, այսինքն դա միայն ժամանակի բան է, որ մենք մի օր կարող է փողոցում մեկին տեսնենք։ Եվ սրտամկանի ինֆարկտի դեպքերի մի զգալի մեծ տոկոսը դա հենց առաջին պրեզենտացիան է, այսինքն պարտադիր չի, որ մարդը ցավ ունենա, հեվոց ունենա, նոր գա հասնի ինֆարկտի։ Այդ հիվանդության նենգությունը, այդպես ասեմ, հենց դրանում է, այո, հենց դրանում է, իհարկե դուք մասնագետը ես չեմ, բայց միասին կոնսենսուսի գանք ասենք, որ դա է, որովհետև ինքը նշաններ չունի, եթե դեմ չեք մի հատ կարելի դրա մասին արագ անցնել խոսել դրա մասին, որովհետև դա կարևոր բան է, եթե ես ճիշտ եմ հիշում, սկսում է մամայի փորիկից, ատերոսկլերոտիկ հիվանդությունը սկսում է, այսինքն շատ երիտասարդ տարիքից սկսում է հիվանդությունը։ Դրա համար մենք գենետիկ դետերմինանտներ ունենք։ Այո, եւ ինքը անձայն գալիս է մինչև արտահայտվում է ինչ-որ մի ձև։ Այդ ինչ-որ մի ձևը կարծես վերջ անգամ երբ որ խոսում ենք, այդ օրինակը բերեցի, երբ որ պրոֆեսորը հարց է տալիս, ասում է, կասեք առաջի նշաններից սրտի կանգի որն է, սիմպտոմները կամ նշանները որը բոլորը ասում են, ինչ ասում են, սրտի թևի ցավ, ծնոտ, այո, սրտխառնոցը եւ այլն։ Այսինքն presentation, առաջի կլինիկական արտահայտումը, ասում է բոլորը սխալ եք, ման է։ Որովհետեւ ինքը այդ ցավոք սրտի պես է գա, եթե բախտը բերեց եւ դու ունեցար ինչ որ մի տեսակ արիթմիա եւ գնացիր ստուգվեցիր, հիմա քանի որ խոսքը գնում է առաջի սպանող հիվանդության մասին, ստատիստիկայով մինչև COVID-ը 18 միլիոն մարդ
խոսքը ընդհանրապես ստատիստիկան ասում 18 միլիոն մարդ է հանում տարեկան, երկրորդ տեղը բոլոր տեսակի չարվորակ հիվանդություններն են 8 միլիոնով պակաս։ Այո։ Բոլոր տեսակ չարվորակ հիվանդությունները 8 միլիոնով պակաս են։ Մեծ գեփ է։ Մեծ, շատ մեծ գեփ, այո։ Եվ ամենատխորը, որ ինքը փաստորեն հիվանդությունը կանխարգելվող հիվանդություն է։ Որովհետև հիմա փաստորեն ինչ է գնում 10 տարվա բանն է 10 տարի հետ են գնում եւ 10 տարի հետ գնալով են կանխարգելում ինչ որ քայլեր անում արյան թեստ եւ այլն եւ այլն։ Բայց սա փաստորեն պետք է սկսել շատ ավելի երիտասարդ տարիքից։ 20 տարեկան ավելի շուտ, որովհետև ինքը այդքան տարի գալիս է զարգանում է լուր զարգանում է, ինքը տևում է ինքը միանգամից չի, դա տևում է տասնյակ տարիներ։ Եվ տասնյակ տարիներ մենք որևէ բան չգիտենք այդ հիվանդության մասին։ Եվ ի վերջո գալիս է հասնում է ցավոք սրտի մենք մեր հիմնադրամով փաստորեն վերջի կետին ենք եկել, վերջի կետին ենք փորձում ինչ-որ բանով օգնել։ Անհատական մակարդակի վրա սա դեռ կարելի է անել, բայց հանրայինով շատ դժվար է պրևենտիվ Միանշանակ։ Ես մի լավ օրինակ հիշեցի գրքից, որ նման ենք մենք բուժաշխատողներս ընդհանրապես հանրային առողջապահական միսիա ունեցող մարդիկ նման են մեկի, որը բարձրահարկ շենքի տակ իր գլխին ինչ որ մեկը վերևից ամենավերևից շպրտում է լոլիկներ կամ ձվեր եւ ինքը փորձում է այդ ձվերը բռնել, որ հանկարծ գետնին չընկնի, բայց իրականում մեզ պետքա ոչ թե այդ ամենաներքևում փորձել այդ շպրտածները բռնել, այլ մեզ պետքա շպրտողին բռնել եւ իջեցնել, որը հենց կանխարգելումն է, որի մասին ցավոք մեր երկրում շատ քիչ է խոսվում իմ խորը համոզմամբ եւ մենք այսպես միջև դանակը ոսկորին չհասնի, բժշկի չենք դիմում։ Քիչ առաջ միասին նախքան եթերը քննարկում էինք, որ պացիենտը գալիս է բժշկի եւ ասում ես ինչպես եք, ինքն ասում է, որ լավ լինեի հոչեի գա, բայց իրականում շատ իդեալական հրաշալի կլիներ, որ մարդիկ դիմեին առողջապահական օգնության նախքան որևէ գանգատ ունենալը, հենց կանխարգելիչ նպատակներով։ Տեսեք, այո, այստեղ ձեր դերը շատ մեծ է, այսենց նախագծերի, որովհետև այսպես դուք հայրենացնում եք եւ մարդիկ մի տեղից պետք է իմանան, չէ՞, սրա մասին։ Հա, միանշանակ, ես չեմ մեղադրում։ Չէ, մեղադրելու բան չի, մի տեղից պետք է իմանան, հիմա փաստորեն շանս կա սա այս sense հարթակներ օգտագործել եւ դա հասցնել մարդկանց, որ գիտեք ինչ, մի նստեք սպասեք սրա։ Մի նստեք սպասեք, որ մեկը ձեզ պիտի ասի, դիգնակ չէ, պրոակտիվ պետք է լինել։ Պրոակտիվ պետք է լինել մանավանդ այսպիսի հիվանդությունների ժամանակ։ Պետք է չի հույսը դնել որևէ մի բանի վրա, կանխարգելվող հիվանդությունների, այսինքն սա ինչ-որ վիրուս չէ, որ կգա քեզ կկպնի ու դու դրանից կգնաս կամ ինչ-որ ինֆեկցիոն բնույթի խնդիր չի, ցավոք սրտի տեսանք վիրուսի ժամանակ էլ ինչ պատմություններ եղան, այո, ցավոք սրտի դա մեծ դեր է տանում, այնքան դիզինֆորմացիա կա, այսինքն որ դրան ֆիլտրելը ես լավ հիշում եմ խորհրդային ժամանակներ, երբ որ ռադիոյով լսում էինք Ազատ Եվրոպա կամ Ամերիկայի ձայն, շատ հետաքրքիր ձևի խանգարում են, ինչ են անում, անգլերեն ասում են they introduce noise, այսինքն ուրիշ մի հատ ձայն էին մտցնում մեջը, եւ մարդի ուղեղը ընդհանրապես այդպես էլ աշխատում է։ Կենտրոնանում ես ոչ թե այն ինչ որ պիտի լսես, այլ կենտրոնանում ես շում կոչված ռուսերենով դրա վրա։ Ինչ հետաքրքիր է։ Ասացված կա անգլերենում, դրանով իսկապես դրանով էր աշխատում, որտեվ եթե կենտրոնանային նա վրա նա կլսի, բայց դու անկախ քենից մյուսի վրա ես կենտրոնանում։ Ինչն է պատճառը, որ մեր ուղեղը այդպես աշխատում։ Ասեմ դες neuro behavior science-ն այդպիսի բան կա։ Վարքագծային եւ այնտեղ մի պահ կա, երբ որ պատմում են եւ ասում են, որ անգլերեն ասեմ, հետո փորձեմ հայերեն։ Brain is a Teflon for positive and Velcro for negative. Այսինքն Teflon-ը մենք գիտենք այդ այո ինչի վրա օրինակ ձվածեղն է պատրաստում, որ չկպնի։ Պոզիտիվի որևէ պոզիտիվ բանի Teflon-ը պլստում վրայից ընկնում չի պահում, իսկ նեգատիվը
կպնում է վերկրոյպես, վերկրոն էլ խոսակցական լեզվի մեջ ճռիկ կոչվածն է, Այո, որ ամեն ինչին կպնում է։ որ ամեն ինչին կպնում է։ Ինչի է այդպես, որովհետև էվոլյուցիոն, հիմա եթե դու էվոլյուցիային ես հավատում, Այո։ մյուսը չեմ վիճում, բայց եթե էվոլյուցիային ես հավատում, էվոլյուցիոն դա փրկում է քո կյանքը, որովհետև եթե ես խոսքը գնում եմ մի քանի 100,000 տարվա մասին։ Fight or flight։ Այո, նաև։ Եվ եթե ես ուրախ զվարց նստեմ, ինձ ինչ որ մեկը կուտի, կամ մեկը կսփաներ, կամ մեկի ճաշ կդառնայի։ Այո։ Կամ լանչ կամ դիներ կլինեի։ Հիմա բայց նեգատիվ պետք անես, որովհետև պիտի սկանանես։ Ռադարիդ վրա պիտի պահես։ Փրկում է էլի նեգատիվ լինելը, մի քիչ ավելի Ուզես, ոնց որ այո, պաշտպանում է։ բայց եւ Մենք նման մարդկանց էլ ենք այդ պրիմիտիվ վիճակից եւ մինչեւ հիմա վարքյաններ են անցել պատմական էվոլյուցիոնը շատ քիչ ժամանակ անցել։ Մենք չենք փոխվել առանձնապես։ Եվ Էսա այդ շումը նեգատիվ է եւ մենք անկախ քինից գնում ենք անկախ մեզից գնում ենք այնց այդ ձայնի վրա են գնում հիմա կոവിഡ് օրինակ որպես ասեցիք վիրուսը կոവിഡի հեքիաթներին ավելի հետաքրիր ավելի գնում ես ընդեր այդ կոնսպիրացիոն թեորիաները այո հետաքրքիր է մի հարց առաջացավ մտքումս այս բան որ ասցիք այդ մասին միգուցե դրա հետ է կապված այն փաստը որ բազմաթիվ ստադիներ կան որոնք ասում են որ շնորհակալության զգացողությունը կամ պրակտիկաները, հա, այդ gratefulness կամ thankfulness, երբ որ դու երեկոյան օրինակ գրում ես 3 հատ շնորհակալություն կամ առավոտյան ես անում free writing journaling կոչվածը, դա զգալիորեն բարելավում է հոգեկան առողջությունը եւ նույնիսկ ինչ որ ստադիներ կան, որոնք խոսում են այն մասին անուղղակիորեն, որ կարող է ի շնորհիվ դրա դու ավելի երկար ու ավելի որակյալ կյանք ես ունենում։ Որակյալ կյանք, այո, վստահ կունենաս, վստահ, երկար չգիտեմ, մի հատ այդպես մանաշկաների հետ կապված հոդված էի կարդացել, տեղից միտքս եկավ, արդեն չեմ հիշում ինչ որակի եւ ինչ հոդված էր, բայց այդ մանաշկա բառը հայերեն չգիտեմ ոնց ասել, բայց այդ կանայք ովքեր որ ապրում են վանքում, իրենք ամեն օր շնորհակալություն են հայտնել եւ իրենց հետազոտել են նույն տարածքի, նույն մոտավորապես վարքագծի այլ խմբի հետ եւ տեսել են որ իրենք ավելի երկար են ապրում։ Դա բայց հավատքի հետ որևէ կապ չունի։ Սա ինստիտուցիոնալ հավատքի հետ կապ չունի։ Չէ, կարծում եմ այդ էնդորֆինները, որ արտադրվում են մեր ուղեղում, այդ շնորհակալության զգացողության ժամանակ, միգուցե նպաստում են ավելի։ Դա էլ, այո, դա էլ, հետո մենք մի քիչ առաջ խոսում էինք մարդկանց կապի մասին։ Այո։ Այդտեղ էլ mirror neuron-ներն են։ Այսինքն նայեք տեսեք մենք ունենք հայերեն մեջ ցավը տանեմ։ Դա հենց mirror neuron-ներն են։ Այսինքն դիմացինին զգալ եւ դիմացինի ցավը տանել։ Ինձ եւ քեզ առանձնացնում միայն մաշկը։ Ահա։ Մենք կապված ենք։ Հա, մարդ սոցիալական էական։ Մենք մաշկն է մենակ մեզ առանձնացնում, այսինքն մաշկից բայց մենք այդ mirror neuron-ներով մի քիչ դժվար է պատկերացնել ոնց էս բոլորի հետ կապված, նույնիսկ նաեւ քեզ քո չսիրած մարդկանց հետ։ Ուզես կապված ես։ Հիմա այո, շնորհակալ լինելը իհարկե օգնում է որակին, կյանքի որակին թե ինչքան երկար կապես, չգիտեմ, բայց որովհետեւ կարող է դու զգաս եւ ընկնես ավտոբուսի տակ։ Այո, եթե չէ ռիսկային պահվածքներ հատկապես ունենաս։ Այո։ Հետ գալով սրտին, չմոռանանք, ինչ մասն էի խոսում, հետ գալով սրտին կանխարգելիչ գործողություններ որ պիտի անես, ես կարծում եմ, որ կարող է ուղղեք ինձ, եթե սխալ եմ, բայց կարծում եմ ոչ թե պետք է սկսենք 50 տարեկանում, որտեղ մենք 50 տարեկանում արդեն ռիսկի գոտի մեջ ենք։ Այո։ Տղամարդիկ, սկսենք տղամարդկանցից, որ արդեն ռիսկի գոտի մեջ են։ Սրտանոթային հիվանդությունների մասն է խոսքը։ Այո, միանշանակ։ Այո, սրտի ռիսկի գոտու մեջ ենք, որովհետև արդեն առաջի արտահայտությունը, առաջի կաթվածները սրտի ստատիստիկան ցույց է տալիս, որ 50-ից սկսվում են, ստատիստիկան դա է ցույց տալիս։ Կանայք 10 տարի ուշացումով են մտնում այդ խաղի մեջ, ցավոք սրտի, որ ցավոք սրտի որ մտնում են այդ խաղի մեջ, ոչ թե ցավոք սրտի որ մտնում են այդ խաղի մեջ 10 տարի ուշ, պարզապես մենոպաուզա է պատճառը, որտեղ էստրոգենի եւ կանացի հորմոնների անկումի պատճառով անկում ասելով ընդհանրապես չկա, անկում տղամարդկանց մոտ տեստոստերոնի, իսկ կանանց մոտ բացակայության պատճառով կանացի հորմոնների միանգամից ավելանում է սրտանոթային հիվանդությունների ուրեմն ստատիստիկան, դա անոթների վնասվելու պատճառով իհարկե այնտեղ ավելանում է, եթե ծխում են, եթե գեր են, եթե շաքար, եթե շնորհակալ չեն, որ այո, եթե շնորհակալ չեն, եթե ստրեսը շատ է, եւ ստրեսը կյանքը մի քիչ լուրջ են ընդունում, լավ չեն քնում, այո,
այդ ամեն ինչը իհարկե ավելացնում է եւ գալիս է նրան հանգնում նրան, որ ի վերջո այդ հիվանդությունը արտահայտվում է։ Արտահայտվում է, կարող է չարտահայտվել։ Դու նորից բժիշկների մոտ նույն միացան նագներում ասացված կա, ասում մենք բոլորս կմահանանք աթերոսկլերոզով, բայց հույսով ենք, որ ոչ թե աթերոսկլերոզի պատճառով։ Այո։ Բայց աթերոսկլերոզով ենք բոլորս ունենք դա։ Քանի որ 100%-ով կանխարգելվող հիվանդություն 100%-ով կանխարգելվող, այսինքն կներեք բառի համար, բայց աբսուրդություն է այս ամեն ինչի, որ համար 1 սպանող հիվանդությունը 100% կանխարգելվող հիվանդություն է։ Ինչն է դրա պատճառը, ինչ է խնդիրը, որ մենք մեր վարքագիծը փոխելու մեջ այդքան լուրջ դժվարություններ ունենք Կոմֆորտ զոն։ Կոմֆորտի զոնայից դուրս գալ շատ դժվար բան է, կոմֆորտի զոնայի մեջից դուրս գալը շատ ծանր բան է, կապ չունի ինչքան վատ վիճակի մեջ ես դու։ Բայց այդ վատ վիճակը պարզ է քեզ համար։ Իսկ այդ դրանից դուրս գալ եւ մտնել ուրիշ մի տեղ, մարդ չի սիրում, մենք ամեն ինչով փորձում ենք ապահով տեղ լինենք։ Դե ապահովը վատն է թե վատը չէ, դա ուրիշ բան, բայց բան է գուշակելի, հասկանալի վիճակի մեջ։ Դե դա էլ է, չէ, գալիս է էվոլյուցիոն։ Գալիս է այնտեղից նորից, այդ ամեն ինչը գալիս է, եթե իհարկե հավատում ես դրա նորից ասել։ Եվ այլն, հա։ Ես ինչ եմ սա ասում, եթե հավատում ես դրան, որովհետև եթե չես հավատում, այ դու հավատացյալ ես, կապ չունի, քրիստոնյա ես, մամեդական ես, բուդդիստ ես, կապ չունի դա։ Եթե դու դա դնում ես ինչ որ մի ուրիշ մի բանի վրա հույսը, այդ ուրիշ բան։ Հիմա Աստված տվեց, Աստված վերցրեց։ Կարող ես նես մոտենաս այդ ամեն ինչին։ Բայց եթե հասկանաս, որ քո ձեռքդ է այդ ամեն ինչը, այսինքն գիտեք մի հատ էլ ուրիշ բան ասեմ, կներեք, ես միշտ ծանրադառնում եմ անգլերենին, պարզապես կրթությունս ավելի շատ անգլերեն եղել, հա։ Okay, նորմալ է։ Ասում եմ, որ տարբերությունը Աստծո եւ մարդու մասշտաբների մեջ է միայն։ It's in a scale, որտեղ այն ինչ որ Աստված անում է մեծ մասշտաբների, այո, մարդու օրգանիզմը անում է իր այդ պարկի մեջ։ Եվ կրոնը իրականում շատ առումներով իր մեջ այդ մեսեջը ունեն բոլոր ռելիգիաները իմ կարծիքով, որ մենք պետք է ձգտենք Աստծուն մոտենալ ու Աստծուն նմանվել, չէ՞, հնարավորինս մեր ամեն ինչով։ Իրականում ինչ որ նշանակում է, չգիտեմ ինչա դա։ Խորհուրդները դա են, որ ամենաբարձր մակարդակին, այսինքն հոգևոր զարգացման գործիք է, էլի կարելի է այդպես դիտարկել։ Ցավոք սրտի ինստիտուցիոնալ ռելիգիայի պատճառով շատ ավելի շատ մարդ է մահացել, քան թե որևէ ուրիշ հիվանդությունների պատճառով։ Այդ հարցերը կան։ Դա ուրիշ հարց արդեն։ Ինկվիզիցիայի վերաբերյալ մեկ ուրիշ բան ժամանակ խոսենք։ Հա։ Հիմա թե երբ որ խոսում ենք պրոֆիլակտիկ, այսինքն կանխարգելիչ, ինչ պիտի անենք։ Կանխարգելիչ։ Լավ, մեր ձեռքը ինչ կա։ Մեր ձեռքը, ասենք, իմ ձեռքը չծխել, ինչ կարող եմ անել։ Դժվար է չծխելը, ես ինքս չեմ ծխում, բայց ծխողի դերի մեջ հիմա։ Դե հիմա գերես ինչ, եթե պետքա դրա պատճառով մահանամ, ավելի լավ է փորձեմ չծխել։ Շատերը այդպես չեն մտածում։ Իմ պացիենտների մեջ կան մարդիկ, որոնք այսպես շատ կապված են հոգեբանորեն եւ սիրում են դա։ Ուրիշ ինտերվենցիաները իրենց ավելի հեշտ են տրվում։ Այո, ճիշտ եք ասում, սովորության բան կա տեղ, այդտեղ փոքրիկ մահը, ոնց որ իրանք իրանց այդ փոքրիկ մահը ուզում են անպայման։ Դե գիտեք ինչ, նայած ինչա կատարում իրանց գլխի մեջ։ Այսինքն ինքը ինչ մանկական չծիծաղակ, բայց ինչ մանկական տրավմայով է եկել ինքը ասել։ Բացարձակ չեմ ծիծաղում։ Ինչ peer pressure կոչված այդ բանի մեջ, այդ ամեն ինչը իր հետ կապված է։ Սա դոմինո էֆեկտ է, միտեղ կապնում ես ինքը մեկ։ Ինչքան է ինքն իրան սիրում ի վերջո։ Ի վերջո ինչքան է ինքն իրան սիրում, այդ սիրելն ինքը պետք է հասկանա, չէ՞, այսինքն էգոիզմի մասին չի խոսքը գնում։ Չէ, բացարձակ։ Լրիվ ուրիշ բանի մասին ենք խոսում։ Այո։ Հիմա փորձեմ չծխել։ Քաշես կարգավորեմ։ Ինչպես կարող եմ, շատ խոհանոցից սկսած, վերջացրած շարժվելով։ Իմիջիալոց ասեմ, որ մեր ուղեղի եթե չեմ սխալվում 35-ից 40% real estate ասած, այսինքն տարածքը, որը որ տրամադրված է, գիտեք ինչին, 40% մոտավորապես տարածքը շարժմանը։ Մենք ծնվել ենք շարժվելու համար, մենք չենք ծնվել նստել, այսպես նստելու համար։ Այո, Սա այս աթոռը իմիջիալոց կանանց շատ մեծ վնասակրում, որովհետև pelvic floor մկանները ատրոֆիայի ենթարկվում, եւ ծննդաբերություն շատ ավելի դժվարանում է։ Դա համար էլ շատ ժամանակ շատ ծանր են տանում ծննդաբերությունները։
Հիմա խոհանոց եմ ասացի, դա առանձին մի պատմություն է, թե ինչ Եկեք փորձենք մի քիչ մանրամասնել, օրինակ, եթե ընդհանուր առմամբ մի քանի բնական է, որ յուրաքանչյուր պացիենտ ինդիվիդուալ է եւ իրեն հետ կապված իր առանձնահատկությունները կան, բայց եթե այսպես ընդհանուր խորհուրդ տայիք ճիշտ սնվելու վերաբերյալ որը կլիներ։ Ես ճիշտ մեկը չեմ խորհուրդ տալու ամ այդպիսի բաներ, բայց որպես ճիշտ խորհուրդ էսպես ասեմ, եթե նայեք, կամ ատոմային բոմբ ենք հիմա նետում, ռումբ ենք նետում, կամ խոսում ենք սնայպերի մասին։ Օրինակ ինչ եմ սա ասում։ Ատոմային ռումբը սա Mediterranean diet։ Վերջ։ Միջեգրական դիետա։ Այդ ինչ որ դրա մեջ մտնում է, այդ պիտի անեք։ Այո։ Դրա մեջ նաև մտնում է միջը կարևոր բան։ Վստահ եմ գիտեք blue zone կոչված տեղերի մասին։ Այո։ Կապույտ զոնաները, դրանք երկարակացության տարբեր կետեր են։ Աշխարհով Ճապոնիայում Օկինավան է։ Իկարիան Հունաստանն է, Սարդինիան Իտալիայում է, մի հատ տարօրինակ տեղ կա Կալիֆոռնիայում։ Լուրջ։ Այո, Կալիֆոռնիայի մի կետերից ես գրողին շատ լավ գիտեմ, այդ գիրքի գրողին, այդ թեորիայի Ուրեմն երևի նատիվների հետ կապված։ Չեք հավատա ինչն է դա։ Հիմա կասեմ դες ինչն է։ Շատ հետաքրքիր բան է դա։ Իրանց բոլորին կապում են մի քանի ընդհանուր բան կա, չէ՞, այսինքն ինչ է։ Սննդակարգը։ Սննդակարգը 1, ակտիվությունը, շարժվելը, այո։ Social connectedness։ Այո, այո։ Կապվածությունը իրար հետ, այո։ Սննդակարգ ասեցինք։ Ինչի բայց Կալիֆոռնիայում լավ հասկանալի է Սարդինիան կարելի է բացատրել։ Եղանակ ասում են լավն է։ Չէ, որովհետև այնտեղ այդ որտեղ որ ասում եմ ձեզ, Լոմա Լինդա քաղաքն է։ Լոմա Լինդա քաղաքը Լոս Անջելեսից ոչ շատ հեռու։ Լոմա Լինդայում ապրում են 7-day adventistները, adventistներն են ապրում։ Կենտրոնն է adventistները, այսինքն սա մի ճյուղ է քրիստոնեության։ Adventistները իրանք պիտի չծխեն, քիչ պետք է սնվեն, որովհետև մեղք է շատ ուտելը։ Ահա։ Պետք է շարժվեն, քայլեն, իր այդ շփվեն, շարժվում են, քայլում են, ամեն օր պարտադիր դուրս են գալի քայլելու։ Եվ ընտանիքներ են ապրում եւ շփվում են։ Այսինքն այդ ամբողջ կոմպոնենտները կան։ Արգելի Ամերիկա բնակ հայրենակիցներ։ Դուրս եկեք Գլենդելից եւ տեղափոխվեք Լոմալի։ Եթե ուզում եք գնաք կարող եք հետ գալ նորից մեկ գնալ Գլենդել հետ փոքր Հայաստան եւ այնտեղ խաշերը, խորովածները եւ մարիխուանան ցավոք։ Մարիխուանան նայեք, գիտեք ինչն է բանը, լավ բան ասացիք շատ մարիխուանան իր պոզիտիվ բաներ ունի եւ իր նեգատիվներ, այսինքն պետք է մի քիչ մանրամասնենք, որտեղ այսօր հետաքրքրությունը շատ է եւ մեր ժողովրդին խորը համոզմունքով ծայրահեղանկիրթ է այս իմաստով։ Շատ։ Այսինքն ես եկեք շատ հեռու գնամ, հիմա շատ հետ գնամ։ Շատ զարմանալի մի բան կա։ Երեխան ծնողի մոտ Հայաստանում ինչի չի ծխում։ Ծնողի մոտ։ Ես հարցրել եմ դա քանի տեղ տարբեր մարդկանցից։ Ամաչում են անհարմար է։ Շատ ճիշտ ասացիք։ Ամոթ բառը։ Այսինքն ծնողը չի ասում, որ սա քեզ կսպանի։ Ծնողը ասում է ամոթը։ Ես հիմա հասկանում եմ ծնողը երեխայի մասին չի մտածում, երբ ծնողն իր մասին է մտածում, թե իրան ինչ կասեն։ Ինչ որ առումով աղջիկը ծխում է, որովհետև աղջիկա ծխելը շանակություն ունի։ Եթե ծխում է, ուրեմն ոտքը ոտքին է դնում։ Այնդոտների գնացինք։ Բայց հասկանում եք, չէ՞, ինչքան սխալ մոտեցում է։ Մուտացիա եղած մոտեցում, այսինքն մեր բանը ամոթը, բայց առաջինը մենք ինչքան հասկանում ենք, երեխեքին առաջին դա ենք սովորացնում։ Չի կարելի բառը եւ ամոթ բառը։ Այո։ Ինչ որ սխալ բան կա այս ամենի մեջ։ Տաբուներ ենք դնում, որոնք հետագայում լուրջ։ Այո։ Կարող ես եմ սխալում, բայց իմ կարծիքով դա սխալ մի բան կա արդեն մոռացա ինչ էիք ասում, ինչ մարիխուանայից ենք խոսում։ Այո, եթե սիգարետը, բաց սիգարետները օրենքով արգելված չի, կարող ես գնել խանութում ծխել։ Եթե ալկոհոլը կարող ես գնել խանութում ալկոհոլ առնել եւ խմել։ Գոնե այդ երկուսի մասին ասեմ։ Այդ երկուսն է սպանում են։ Այո։ Երկուսը ունեն կոչված lethal dose, լետալն է դոզը։ Այսինքն, ինչ որ քանակ ալկոհոլի սպանելու է քեզ։ Ինչ որ քանակ նիկոտինը չի սպանելու, այն մեջի 68-ից պլյուս քիմիկատներն են որ սպանելու։ Նիկոտինը պարզապես կապում է քեզ։ Addictive, այսինքն ինքը կապող բանը սովորացնում է։ Կախյալություն առաջացնում։ Մարիխուանան չի սպանում։ Չունի little dose։
ուղղակի փսիխոզի Լիթլ դոզ չունի մարիխուանան, չկա այդպիսի բան։ Պարզապես ինքը իր ուրիշ նեգատիվ բաներ ունենք, բայց դուք հասկանում եք, չէ՞, այսինքն մենք մի քիչ ուրիշ տեղ գնացինք, բայց շատ հետաքրքիր մի հատ բան է, ասենց այսբերգը չէ, 2 կիլոմետրանոց այսբերգը եղունգով մենք հիմա քերեցինք մենակ մի ասենց մակերեսը, բայց ինքը 2 կիլոմետրանոց խորության այսբերգը։ Փսիխոտրոպնի սունկերը, օրինակ։ Այո։ Օրինակ MDMA կոչված քիմիկատը, որը բանը MDMA գիտեք ինչն է։ Էքստասի բանն է, այսինքն էքստասի որ դուք դեպրեսիայի բուժման համար դրանք հիմա շատ մեծ մենակ դեպրեսիա չէ, հոգեբանական, հոգեբուժության մեջ օգտագործվող Միացյալ Նահանգներում 2-3 համալսարան Johns Hopkins-ը եւ UCLA ունեն հիմա արդեն լիցենզիա, որոնք որ անում են իրենց հետազոտությունները։ Դրանք չեն սպանում։ Հա, պատոնից կարող ես ցածկես, բայց little dose չունի։ Չկա պարզապես little dose։ Ինձ հիշեցրեց մեկ բան։ Հունաստանում կա մի ուրեմն վայր, որտեղ որ պատին գրված է ճանաչիր ինքդ քեզ հայտնի Ապոլոյի ուրեմն տաճարը վրան գրված է ճանաչիր ինքդ քեզ իմաստը ճանաչիր ինքդ քեզ ամեն ինչ քո ճանաչիր դա երբ որ ճանաչում ես ինքդ քեզ այդ մարդկանց կոնտրոլը շատ դժվար է այդ մարդկանց վրա որևէ ձևի ազդել շատ է դժվարանում իսկ կոնտրոլի հիմնական գործիքը վախն է, չէ՞։ Վախը, այո։ Իսկ այսպեսի բաներ, ես հիմա չեմ խրախուսում արդի գնալ այդպեսի բաներ, բայց ասում եմ հստակ անեք, բայց հասկանանք ինչից հետո է, այսինքն հասկանանք, որ մի բան, որը որ սպանում է, մենք հանգիստ այդ ամեն ինչի վրա նայում ենք, այն ինչ որ չի սպանում, դա արքիվված է։ Բայց ես մի քանի պացիենտ եմ ունեցել, ովքեր առաջին դոզայից մարիխուանայի սուր փսիխոզի մեջ են։ Այո, կարող է լինի, որովհետև դու ունես, այո, որովհետև դա շատ հետաքրքիր տեղ գնացինք։ Դա աշխատում է այդտեղ էպիգենետիկան։ Էպիգենետիկան աշխատում, որտեղ գենի վրա նստած է մի պրոտեին, մեթիլ ֆորմա է ինքը, դες հիմա չգնանք այդ քիմիայի մեջ, բիոքիմիայի մեջ, բայց ինքը մեթիլ ֆորմա է, ինքը էպիգեն է կոչվում։ Այդ էպիգենը նստած է գենի վրա որին որ ինքը կարող է քնացնի կամ արթնացնի։ Այսինքն այդ գենը էքսպրեսիա կլինի ցույցադրի իրան, թե հիմա եթե դու ունես, եթե դու ունես դա ու դու չգիտես ու դու անցնում ես իսկ այդպիսի բաներ այդ սունկերը եւ այլն դրանք շատ ուժեղ, եթե դոզայցա կապված իհարկե, իրանք փսիխոզի մեջ են քեզ մտցնում։ Իրանք դու անցնում ես իրական փսիխոզ։ Եվ դա կարող է տրիգեր լինի էպիգենի շնորհիվ եւ գենին արթնացնի։ Այսինքն ինքդ քեզ ճանաչելը անխուսափելիորեն շատ լուրջ ռիսկերի հետ կապված, կարող ճանաչես եւ չկարողանաս դա Պանդորայի բացում։ Դա ամենամեծ տաբուն է, դա Պանդորայի տուփ ես բացում։ Մսաղացի մեջով ես անցնում, եթե պատրաստ ես այդ ամեն ինչի մեջով անցնես, պիտի մեռնես, որ նոր արթնանաս։ Այո, դա հետաքրքիր միֆոլոգիաների մեջ է, բայց այդ ես եթե կապեմ սա սրտի հետ կապված, այդ նույն էպիգենը, որ նստած է սրտի ինֆարկտի, այդպես սպարս բառերով ասեմ, ինֆարկտի գենի վրա մարդու ունի ինֆարկտի գեն, եւ իր վրա նստած է էպիգեն։ Եթե ես անեմ որևէ բան չանեմ, ծխեմ, կյանքը շատ լուրջ ընդունեմ, գիրանամ, ճնշումս բարձրանա եւ այլն։ Ելք հիմա խոսենք մենք արյան անալիզների հետ կապված ու կարևոր բաներ են։ Այդ ամեն ինչը չանեմ, այդ էպիգենը զանգը վերցնելու է ձեռքը, գա եւ գենին արթնացնի եւ գենը իրան արտահայտելու է։ Արտահայտելը ինչ ձև կապված է, ասենք ինֆարկտ ստանամ կամ տակից փողոցում կընկնեմ, հետո ինձ պետքա հույսով որ Չամեկը կգա դեֆիբրիլյատորով կգա եւ ինձ կփրկի, այո։ Բայց կարող եմ հակառակ մյուս բան անեմ։ Կարող եմ ամեն ինչ անել, որ այդ գենը քնացնի այդ գենին, որը որ էս նստած է այդ գենի մեջ։ Եվ խելքը հենց այդտեղ է, էլի։ Եվ իմ մեջ նստած է այդ գենը, ես գիտեմ, որ իմ մեջ նստած է։ Մի կոնկրետ իմաստ եմ ասում։ Եվ պիտի ամեն ինչ անեմ, որպեսզի չարտահայտվի դա։ Մի փոքր խոսենք այ արյան մարկերների վերաբերյալ, ոնց որ մի թեթևանցում արեցինք։ Դե տրադիցիոն կերպով Հայաստանում ընդունված էր որոշել միայն ընդհանուր խոլեստերոլի մակարդակը, որպեսզի հասկանալ կարծոք ռիսկ սիրտանոթային հիվանդություններ ունենալու, բայց իրական վերջերս հասկացանք, որ դա ոչ մի բան է։ Եվ այսօր կարծես թե տենդենց կա դեռևս նոր սկսվող, որ մի քիչ ավելի խորանան։ Ինչ խորհուրդ է տալիս lifestyle medicine-ը, ձեր կարծիքով lifestyle medicine-ը
ինքը lifestyle medicine-ն ասում, բայց ինքը նաև 3.0 0 բժշկություն է, ինչով է տարբերվում, 2 բժշկությունը դա այսօրվա բժշկությունն է։ Evidence-based medicine։ Այո, evidence-based medicine, բայց այսինքն կհիվանդանաց կբուժենք, տենց ասեմ։ Դա քրոնիկ հիվանդություններն են, դա վիրաբուժական հիվանդություններն են եւ այլն։ 3.0 բժշկությունը, ապագա բժշկություն, դա preventive բժշկությունն է։ Ամեն ինչ անենք, որ չհիվանդանանք։ Ոչ թե որ չհիվանդանանք, այսինքն այս դեպքում ատերոսկլերոզի դեպքում, որպեսզի նվազեցնենք շանսերը իր արտահայտվելու։ Ինքը մեկը մեզ մոտ նստած է ինքը, բայց գոնե քնի։ Վերջո դե մի օր մահանալու ենք բոլորս։ Այո, մի օր մահանալու ենք բոլորս, ասում է կյանքից դեռ ողջ ոչ մեկ դուրս չի եկել։ Մի տատիկ կա կարծեմ ամենաերկարը 122 տարի։ 122 մեկը կա 125, բայց էլի ինքը եկել մի հատ հարց է, իրանք շատ ուրախ են 125 տարի ապրել են, որովհետև դու աչքի դիմաց ունենում ես նաև քո ընտանիքի կորուստները։ Դա պետք է հաշվի առնես։ Միանշանակ է։ Բան պատիժ է դա, էլի, այսինքն կարող միշտ ապրելը պատիժ է, դա հաճելի տես բան չի։ Հիմա ինչ անել։ Մենք ասացինք, որ քննարկեցինք, որ ծխելը, քննարկեցինք, որ lifestyle, այսինքն մարզվել, դա մասին խնդրում եմ չմոռանանք մենք խոսենք դրա մասին, դա շատ կարևոր բան է դա։ Սրտի արյան թեստերի մասն ենք ասում, մարկերների մասն ենք ասում։ Արյան մարկերները հիմա լիպիդային պանելն է, պես ասած չէ, լիպիդային պանելը։ Խոլեստերինի ֆրակցիաները, խոլեստերինի ֆրակցիաները։ Ինչպես թե նորը կարծես մենք միասին խոսում ենք, այտենց պրոֆեսորներից մեկը այնտեղ ասեց այդ ընդհանուր խոլեստերինը, որ ինձ ասում եք, այդ թվերը ավելի լավ է ձեր աչքի գույնը ինձ ասեք, ավելի շատ բան կասի, քան թե ընդհանուր խոլեստերինը մասին։ Ընդհանուր խոլեստերինը, գիտեք ինչ, հաշվարկներ կա, կարող ես հաշվարկել ինչ-որ բաներ, բայց դա ավելի շատ հեշտ մեթոդ կա անելու։ Այն օրվա կներեք, որ ընդհատում խոսակցությունից հետո ես ուժեցի որոշեմ իմ խոլեստերինի ֆրակցիաները։ Պատկերացնում եք իմ ընդհանուր խոլեստերին ինչքան էր։ Մի հատ գուշակեք։ Չգիտի ասեք չէ։ 2.1/10 Եվ ինչ պիտի անեք հիմա։ Դեռ մտածում եմ տարբեր ստրատեգիաներ եմ ուսումնասիրում, բայց ակնհայտորեն պիտի օգտակար ճարպերով հարուստ ծնունդը շատացնեմ։ Այո, պետք է շատացնել։ Հիմա բայց խնդրում հիշացեք, որ չմոռանանք, որտեվ մենք այսպես նապաստակի պես ցածկում ենք փսիխոտրոպնի դիվանը սունկերից։ Ես հերթով գալիս եմ միանհանգստացեք, մենք անպայման բոլոր թեմաները քննարկելու ենք։ Ես մի քիչ ADHD ունեմ, դա համար կարող է ցածկեմ։ Նորմալ է։ Հիմա խոլեստերինի ֆրակցիաները։ Այո։ Դե հիմա ես կներեք, բայց խոսում եմ կարդիոլոգի հետ, այսինքն այստեղ ինձ ուղղորդեք մի քիչ։ Մեր guideline-ը, ուրեմն LDL-ն է 1, բայց LDL-ի ֆրակցիաները։ LDL-ն իր ֆրակցիաները ունի։ Այո, եւ very low։ Կա VLDL, կա very low, կա միջինը եւ ավելի քիչ, այսինքն դա բանով գրադացիայով են գնում։ LDL-ի ֆրակցիաները։ Տրիգլիցերիդները, HDL-ը, բարձր խտության պրոտեին։ Կա non-HDL նույնիսկ, բայց HDL-ը, այո, մեկ անգամ կյանքում LP little a կոչված լիպոպրոտեինը, LP փոքր a։ Այո։ Փակագծերի մեջ փոքր a։ Խնդրում եմ շատ, գնացեք եւ բժիշկներին ձեր ստիպեք, խնդրեք, որ դա մեկ կյանքում մեկ անգամ պետք է։ Յուրաքանչյուր մարդ կյանքում մեկ անգամ պետք է հանձնի լիպոպրոտեին A անալիզ գնահատելու համար իր գենետիկական նախատրամադրվածությունը սիրտ-անոթային պատահարներ ունենալու ուղղությամբ։ Մյուսը դա ապոլիպոպրոտեին B-ն է։ ApoB։ ApoB-ն է, այո, մյուսն դա է։ Եթե տենց պարզ ասենք, այսինքն սրանք կարևոր լիպիդայիններն են, կա CRP-ն, այսինքն դա ցույց է տալիս մարմնի մեջի բորբոքման ինֆեկցիայի մասին չէ։ Սպիտակուցի մասին։ Սերեակտիվ, այո։ Այդտեղ կա super sensitive, հիմա նոր բան կա, super sensitive, extra high sensitive CRP-ն կա, որտեղ ավելի լավ կլինի դա արվի։ Ինչքան բորբոքումը շատ է, այնքան անոթների հիվանդանալու հավանականությունը մեծ է եւ այնքան սիրտանոթային պատահարներ եւ ինչպես նաեւ քաղցկեղ, չէ՞, եթե չեմ սխալվում, եւ դեմենցիաներ։ Եվ դեմենցիաներ։ Քանի դեմենցիաների մասին ասացիք, նաեւ ApoE4 Այո։ ApoE4-ը։ Այդ 4-ը չգիտեմ Հայաստանում ինչ որտեղ արվում է, վստահ չեմ, բայց ասես մի բան ասեմ ձեզ, Հայաստանում ժամանակին Coca-Cola-ը չկար, պահանջ եկավ, Coca-Cola-ն էլ հետո եկավ։ Այսինքն պահանջ եղավ կլինի։ Այո։
պահանջապետ ստեղծել։ Ինչքան շատ մարդ խնդրում, բոլորին բան, ինչքան շատ մարդ պահանջի, այնքան, այո, այնքան մի օր դա կլինի։ Իսկ եթե ցուցանիշը բարձր եկավ, մենք պետք է հանձնենք անալիզ, արդեն գենետիկ, Ինքը ApoE մասին եթե խոսում ենք, ինքը ApoA 4։ Այո։ ApoE, H է, ApoE, ApoE, Այո։ ռուսերեն է 4։ Դա պրոտեինի տեսակ է, որը որ կոչվում է բան, independent risk factor, Alzheimer-ի, Alzheimer-ի առանձին ֆակտոր, եթե ինքը դուք ունեք, դուք արդեն ռիսկի տակ եք։ Այսինքն եթե դու չես քնում նորմալ, եթե դու եւ այլն ավելանում, ինչպես ասում են dose makes poison, այսինքն դոզան թույն է դառնում, մեկ սիգարետը չի սպանի, 10 սիգարետ օրը, ի վերջո մի բան կանի քեզ հետ։ Այսինքն եթե դու ունես ApoE լիպոպրոտեինը, արդեն պետք է հասկանաս, որ դու ռիսկի տակ ես արդեն Alzheimer-ի կամ որևէ մի դեմենցիայի ռիսկի տակ, բայց ինքը Alzheimer-ին ավելի շատ։ Պարկինսոնին չի վերաբերում։ Չէ, Պարկինսոնին չի վերաբերում։ Ոչ։ Okay։ Իսկ ինչ Եվ կներեք հոմոցիստեինը, եւ uric acid եւ միզաթթուն, շատ կարեւոր միզաթթուն շատ հետաքրքիր պատմություն ունի։ Միզաթթուն ֆրուկտոզայի հետ շատ հետաքրքիր պատմություն ունի կապվածը, դա եթե դեմ չեք ասեմ մի հատ արագ։ Ինքը եթե չեմ սխալվում 20 թե 20 քանի միլիոն տարի առաջ պրիմատները սնվում էին այն ժամանակ, նորից եթե հավատում եք էվոլյուցիային, գնաք այդ կողմը, ուրեմն սնվում էին բաներով, մրգերով, ռացիոնը միրգն է եղել։ Ուրեմն սկսում է գլոբալ սառեցումից մեկն է։ Դրա պատճառով Աֆրիկայից սկսում է միգրացիան դեպի Եվրոպա, խոսքը գնում է հազարավոր տարիների մասին։ 20 միլիոն տարի առաջ եմ ասում եղել, հազարավոր տարիների ընթացքի մասն է խոսքը գնում։ Եվրոպայում իրանք փրկվում են, սկսում են սնվել նույն մրգերով, սառը ընդեղ է հասնում։ Ուրեմն այդ պահին մուտացիա է լինում։ Դա ադապտիվ մուտացիա է լինում, ֆրուկտոզայի եւ յուրիկ ասիդի ֆրուկտոզ, այնտեղ ֆերմենտ կա մի հատ, որը որ միզաթթուն մետաբոլիզմ է ենթարկում։ Այդ ֆերմենտը չի աշխատում, միզաթթուն բարձրանում է եւ իրանք իրար են բարձրացնում ֆրուկտոզան, ինչքան ֆրուկտոզա ուտես, այնքան միզաթթուն բարձրանում է, միզաթթուն բարձրանալու ժամանակ մենք գիտենք ինչա մեզ հետ լինում։ Այո, պոդագրա։ Պոդագրան դա նվազագույնն է, ինչ որ մեզ հետ նվազագույն։ Նաև բորբոքում, սրտանոթային հիվանդություններ, երիկամի եւ այլն։ Այո, եւ այլն։ Պարզապես այդ պրիմատները եւ այդ կենդանիները ովքեր որ ունեն, դա իրանք սառնարան չունեն, որ միշտ սնվեն։ Իսկ մենք այդ ադապտացիան, այդ մուտացիան մենք գենետիկորեն մենք վերցրել ենք մեզ մոտ, մեզ հետ հիմա, որպես Homo sapiens, մենք ունենք այդ մուտացիան մեզ մեջ, եւ մենք ամեն անգամ ֆրուկտոզա ուտելու ժամանակ բարձրացնում ենք յուրիկ ասիդը, ֆրուկտոզան էլ ինքը որպես էներգիա չի օգտագործվում, ATF, ATP, ATF-ի մեջ դեր չի խաղում, իր ֆունկցիան գնալ եւ ճարպ դառնալն է։ Ճարպը ավելացնելու։ Ինքը գնում ճարպա դառնում։ Այսինքն ես չեմ ասում միրգ չուտենք։ Ես ավելի շատ ասում եմ դոբրի սոկեր չխմենք։ Միանշանակ։ Եվ երեխեքին չտանք այդ դոբրի սոկ։ Դոբրը, որտեվ կոնկրետ եմ ասում, անունը դոբրի է սոկերի, բան յուտերի։ Դրանք պարզ պետք է ասել թույն են դրանք։ Որովհետև իրենք ֆրուկտոզան, ամբողջովին ֆրուկտոզա են, եւ մեջը high corn syrup-ը մեջը, ֆրուկտոզայի մի հատ ուրիշ տեսակ է։ Կոնսերվանտներ են։ Կոնսերվանտները ես այդքան չէի մտածում, գիտեք ինչ, ճիշտ ասած, ես այդ կոնսերվանտների բանով այդքան չէի կենտրոնանա, ավելի շատ այստեղ այնց այդ ֆրուկտոզայի բանն է, որը որ այնց այդ շղթայի մեջ այո, շաքարը իմիջիալոց։ Հիմա եկանք մյուս պրևենտիվ բաներին, եկանք սննդին։ Եվ որ սննդից պետք է անել բոլոր պարզ շաքարները, որոնցից էականն շաքարները 200+ համարը 200 տեսակի շաքարներ կան, շատ են, համար 1 վնասը դա շաքարն է եւ ես կարծում շաքարն է եւ հետո աղն է։ Իմիջիալոց աղի կոնցենտրացիան ավելացնելով մարմնի մեջ, էլի այդ նույն մուտացիայի հետ կապված, աղի կոնցենտրացիան ավելացնելով աղը մարմնի մեջ չզարմանաք դառնում է շաքար։ Աղը մարմնից շաքար է դառնում։ Այսինքն
ոչ թե ուղիղ բառացիորեն շաքար, բայց ինքը այդտեղ process կա sorbitol եւ այլն, ինքը դառնում է ի վերջո ֆրուկտոզա է դառնում։ Գլյուկոզան, որը որ մեր մեջ կա, որ մենք ուտնում ենք, մենք գիտենք, որ լյարդն էլ արտադրում։ Գլյուկոնեոգենեզիս է կոչվում։ Կոնցենտրացիան գլյուկոզայի ավելացավ, ինքը տրանսֆորմացում է ֆրուկտոզա է դառնում։ Նույն մուտացիաների մասն եք ասում։ Այդ ֆրուկտոզ ժամանակին այդ մուտացիաները փրկել են մեզ։ Այո։ Հիմա իրանք մեզ, այո, հիմա մեզ իրենք սպանում են։ Պարզապես նրա պատճառով, որովհետև առանց կառավարման մենք սնվում ենք։ Այսինքն գիտենք, ինչ ամեն ինչ մատչել է, խանութները կա, սառնարանը ունես։ Եվ դա հոգեբանորեն հանգստացնում է եւ մոռացնում է Եվ ստրեսը եւ մնացած շաքարը, այո, եթե աղի թթուի սովորելու երեխային սովորելը ուղեղը որ պիտի սովորի, դա տևում է շաբաթ պլյուս շաքարին երեխան սովորում է մոտավորապես 17 վայրկյան։ Մի քիչ փորձենք անդրադառնալ այդ թաքնված շաքարներ կոչվածին, այսինքն սննդամթերքի մեջ առկա շաքարին, որի մասին շատ չի խոսվում, ոնց փորձել դրանից խուսափել, ոնց հայտնաբերել եւ շատ չափազանց դժվար։ Մեր աղիքի մեջ կան նյուրոպաթ բջիջներ։ Իրանց դերը նրանում է, որ իրանք շաքարն են ռադարով պահում, շաքարն են դիտեկտ անում եւ ամինոթթուները։ Շաքարը դիտեկտ են անում, եթե ես հիմա ինձ անեստեզիա անեն բերանից խոռոճը եւ ես որևէ բան չզգամ, պլյուս տան թաքնված շաքարով, որևէ մի բան, որը որին թաքնված շաքար, այսինքն որևէ փաթեթավորված, որևէ ապրանք սնունդ ունի մեջը աղ եւ շաքար։ Բայց այդ շաքարը այն ֆորմա է, որով մենք կարող չզգանք պարզապես։ Հիմա ես չեմ ասում, որ դա հատուկ արված է, որովհետեւ չէ, դա process-ի սննդային պատրաստման process-ի մեջ է մտնում։ Այո, մեջը կա նաև կոմպոնենտ, որ օգտագործում են այդ գիտելիքը եւ մարդիկ, որ կախվածություն են ձեռք բերում դրա պատճառով։ Հիմա ինչ եմ ասում, որովհետեւ նյուրոպաթները հենց այդ դերն են տանում։ Թաքնված շաքարը համ չունի։ Շաքարի համ չունի։ Միայն ոնց որ կախյալությունն է շատացնում։ Նեյրոպաթների հաշվին։ Այսինքն ես ուտում եմ դա, գնում հասնում աղիք, նեյրոպաթը դա իր ռադարի մեջ տեսավ, պանջ առաջացնում։ Որևէ շաքար չկա բերած մեջ։ Ես շաքարի համ չեմ զգում։ Բայց կախվածություն առաջացնում։ Երկրորդ քայլս ինչա, որ եւ ինչ ձև աշխատում, դա դոպամինի վրա է նա, կամ ռուսերեն ինչպես են ասում, դոֆամին։ Չէ՞, դոպամին ենք մենք։ Մենք դոպամին ենք ասում։ Ես ռուսերեն լսում դոֆամին էլ ինչ կա։ Նույն բանն է։ Դոպամինի մեխանիզմի վրա է աշխատում։ Այսինքն նույն մեխանիզմն է, ինչ որ կոկաինը։ Նույն նարկոտիկները։ Որևէ տարբերություն չկա։ Որևէ տարբերություն չկա։ Իմ բավարարվելու մակարդակի հիմա այստեղ է։ Ինչ որ բանի։ Կոկաինը կամ շաքարը խմեց, օգտագործեցի, բավարարվեցի, եկավ այստեղ բարձրացավ։ Վաղը ինձ այստեղ չի բավարարելու։ Եվ այսքան շաքարներ կամ կոկաինը չի բավարարելու։ Ինձ այսքանն է պետք։ Նույն մեխանիզմը, որևէ տարբերություն չկա։ Այսինքն հեռու ենք մնում շաքարներից։ Okay։ Աղերը, գիտեք ինչ, մի քիչ մանեմ ես աղի հետ կապված, ասեմ ինչու։ Ոչ թե աղն է ինքը անում դա, այ աղի կոնցենտրացիան մարմնի մեջ, արյան մեջ, ջրազրկվածությունը։ Եթե դու բացեց աղը ջրով, հեղուկով, ինքը այդ դեր չի տանելու, այսինքն որը որ կարող անի։ Այդ ինչպես ասացի, աղը դառնում է շաքար, կոնցենտրացիան ավելացավ, ինքը ստիմուլյացիա անելու եղած գլյուկոզան, որ քո մարմնի մեջ կա, եւ այն գլյուկոզան, որ լյարդը է արտադրում, կոնվերտացիա լինի ֆրուկտոզա է։ Ֆրուկտոզան կոնվերտացիա եղավ ուրա գնալու ճարպի։ Այո։ Հաճախ պացիենտները հարցնում են, աղը, որ հանում եմ, շատ անհամադառնում սնունդը, ինչ անեմ։ Ես միշտ խորհուրդ եմ տալիս աղի փոխարեն փորձել այլ համեմունքներ օգտագործել, նույն պղպեղը եւ այլն այդ ձևով ընտրել, որովհետեւ միայն ասել, որ չի կարելին, կարծես թե բավական չի, որ իրան կարող են հենց վարքագիծը փոխել։ Չի կարելով չես կարող, դա պետք է հասկանալ։ Դա պիտի պարզապես գիտակցել, որ գիտեք ինչ, աղ կա մեջ արդեն։ Ինքը աղ ունի, դու աղ մի ավելացրու կամ գոնե թե աղ ավելացնում։ Եղիր գիտակից։ Գիտակից եղես համ։ Այդ անելու ժամանակ փորձեմ ես ձեզ հետ չխոսեմ ու այդ աղանեմ։ Կենտրոնանամ այդ աղանելու պահին, տեսնեմ հիմա 3 անգամ եմ անում, թե 30 անգամ եմ անում։ Այսինքն mindful eating-ի գաղափարին են գալիս, ընդհանրապես mindfulness-ը դա պետք է ամբողջ միշտ։ Այո,
Ամեն ինչին պետքա գիտակցաբար մոտենալ կան։ Գուրջիևը մի հատ հետաքրիր մեր հայրենակիցը մի հատ հետաքրիր վարություններ, ասում էր ամեն անգամ դրան ճեղքեր բաներով մուտքերով անցնելու ժամանակ կպեք։ Որպեսզի հետ գաս, հարցա տալիս, ասում եք քանի անգամ ես անցել, ես դուրը քանի անգամ ես բացել, չեմ հիշում։ Գիտակից լինես։ Այսինքն կոշիկները մենք չենք զգում, չէ՞ մեր հազգին։ Եթե քարի կտոր ընկավ, նոր ենք զգում դա։ Փորձիր գնաս մի հատ զգաս իրեն։ Ամեն ինչը անել գիտակցաբար։ Հիմա նույնը գիտակից եղի, նույն ուտելու ժամանակ, եթե գիտակից ես լինում, դանդաղ ես ծամում, եթե դանդաղ ես ծամում, ղրելինը այստեղից վերև բարձրանում է մի քանի րոպե, հասնում է վերև եւ ասում է որ կուշտ է, բավարար է արդեն։ Չկերա, չգիտեմ, մեծ քանակ է, քիչ կերա, հատկապես չարժի ուտել եւ զբաղվել որևէ այլ բանով, ինչպես օրինակ մի բան նայելն է կամ doom scrolling-ն է։ Չէ, ուտելուց որովհետեւ կներես, բայց դու հաճույք պիտի ստանաս, չէ՞, ուտելիքից։ Հիմա հաճույք ստացես ուտելիքից, հետո գնա ինչ որ անում ես արա։ Դա մեկ ուտելը ասացինք դանդաղ եւ պետք է իմանաս ինչ, լավ ճիշտ ճարպեր պետք է ուտես։ Նույն կարակը, ասեմ դες շատ, այսինքն քանակի մասն է խոսքը գնում։ Քանակը կինոներով կարակ չի պիտի ուտես, քանակով, որտեվ խոլեստերինը ինքը եթե չլինի կյանք չկա։ Խոլեստերինը ամեն ինչի մեջ դեր է խաղում։ Մենք մարմինն է խոլեստերին արտադրում։ Խոլեստերինը ինքը չի վանը, այսինքն թշնամին։ Իրա ֆրակցիաներն են, իրա քանակն է եւ հետո մենք ինչ ենք մեզ հետ անում արդեն։ Ձեզ հետ կարելի է անverջ խոսել, բայց մեր զրույցը կարծես թե մոտենում է ավարտին կուզենայի խնդրել մի երկու ռեկոմենդացիա կարճ տակ նաեւ էքսերսայզի հետ կապված, ինչ է ասում գրականությունը եւ վարժությունները, քանի որ գիտեմ որ շատ մեծ դեր ունեն ու շատ կարեւոր են։ Այո, այսպես ասեմ, վարժությունը պետք է լինի non-negotiable։ Այսինքն դու ինքդ քեզ չպիտի ինքդ քեզ չպիտի այո, արվի մեջ մտնես քննարկման։ Ոնց որ ատամները պարտադիր պիտի լվանաս, չէ՞ կամ պարտադիր լվանում մարդիկ ատամները, այո, դա պարտադիր պետք է լինի, որովհետև դա ներում է ամեն ինչ։ Դից ներում է ամեն ինչ, վարժությունները։ Իհարկե խոսքը գնում է ինչ վարժությունների մասին։ Համար 1 ուրեմն ինդիկատորը երկար ապրելու, դա այդպեսի մի հատ բան կա VO2 max-ը կոչվում։ Դրանով չափում ես թե ինչպես է քո մարմինը յուրացնում մարմինի բջիջները յուրացնում են թթվածինը։ Ճիշտ եմ, չի ասում։ Շատ։ Այդ արագությունն է, էլի։ Այդ արագությունն է, այո։ Ուրեմն խոսքը գնում է կարդիոպուլմոնար ֆիթնեսի մասին։ Դա իր ձևերը ունի, կան տարբեր զոնաներ տրեյնինգի, այսինքն կարդիո վարժությունների տարբեր զոնաներ, սրտի արագություն աշխատանքը բարձրացնելու տարբեր զոնաներ։ Ճիշտ է անել զոնա 2-ի մեջ լինել, այսինքն եթե մենք 2-ս հիմա հեծանի վրա լինենք կամ տրեդմիլի վրա, այս խոսակցությունը հազիվ պիտի կարողանանք տանել։ Բայց պիտի կարողանանք, այդտեղ կարևոր է դա։ Շունչը փչելով չպիտի։ Շունչը փչելով չի 130 պլյուս 130 սրտի աշխատանքը, բայց դա կապված է, թե դեղից խմում պետք է ցածր լինի, ֆորմուլա կա, այո։ Բայց համենայն դեպս զոն 2-ը պետք է լինի քո 80% վարժությունների կարդիոյի, այն մոտ ինչ որ մնաց տակը արդեն դա պետք է լինի high intensity interval training։ Դրանով զոն 2-ով դու ավելացնում ես միտոխոնդրիաներդ, քանակը զոն 2-ով, զոն 5-ով է։ Զոն 5-ով դրա որակն ես լավացնում միտոխոնդրիաները, efficiency-ն ես լավացնում, որպեսզի պատկերացնեք միտոխոնդրիաներն այդ բատարեյկաներ են, որոնք որ մեզ էներգիա են տալիս, 30 տրիլիոն բջիջ ունենք մենք, մի հատ կարևոր բան պետք է ասեմ, որ չմոռանանք, 30 տրիլիոն բջիջ մենք ունենք մոտավորապես, ամեն բջիջի մեջ 5000 միտոխոնդրիա կա։ Խոսքը գնում է կվադրիլիոնի մասին։ Առլիթը քիչ դժվար է պատկերացնել թվերի մասին։ Եվ իմիջիալոց մի սանտիմետր աղիքի մեջ շատ ավելի շատ միկրոբային բջիջներ կան մի սանտիմետրի մեջ, քան թե ընդհանրապես մարդիկ, որ ապրեն են երկրագնդի վրա։ Բոլորը ընդհանրապես։ Այդ պիտի հաշվի առնենք, որովհետև իրանց հետ մենք պիտի հաշվի նստենք։ Մեր քաշի մոտապես 2 կիլոն մենք չենք։
Ուղղակի մենք չենք։ Շատ Մենք չենք, ուրիշ բան է։ պատկերացնում ես ու գլուխդ Հա, մի քիչ ուրիշ մի հատ տիեզեր կա, դա Չափում ա, ուրիշ չափումներ է, մենք այդտեղ չենք, չես գլուխը շատ դժվար հասկանալ այդ ամեն ինչը, բայց պիտի հաշվի առնենք, որ իմ Արմեն Մինասյանի մոտապես 2 կիլոն Արմեն Մինասյան չի, գեներով Արմեն Մինասյան չի, ԴՆԹ-ով Արմեն Մինասյան չի, ուրիշ բաներ են, ուրիշ բաներ են, ում հետ պիտի հաշվի նստենք, ուզենք թե չուզենք, որտեվ իրանք դեր են տանում սնունդի, իրանք դեր են տանում ամեն ինչի մեջ, սկսած քո էմոցիոնալ ստատուսից, վերջացած քո գերանալու, չգերանալու սիրտանոթային առողջությամբ and everything in between, mental status ամեն ինչի մեջ դեր են տանում, ամեն ինչի մեջ դեր են տանում, մկանները կարևորագույն, կանայք խնդրում եմ, աղաչում եմ, բարձրացրեք ծանրություններ, մի վախեցեք տղամարդու նման չեք դառնա, չկա այդպիսի բան, չեք դառնա տղամարդու պես, կնոջ համար առավելապես պետք է շատ կարևոր է ծանրություն բարձրացնել, որովհետև կա այսպիսի մի հատ էֆեկտ, կոչվում է Wills էֆեկտ, որը ասում է, որ եթե դու դնում ես ծանրություն ոսկորի վրա, ոսկորը խտանում է։ Մեզ կանայք պետք է հասկանան, որ իրանք գալու են մի պահ, երբ որ ունենալու են մենոպաուզա, մենոպաուզայի ժամանակ էստրոգենը գնալու է եւ ամբողջ ոսկորները դառնում են փխրուն եւ մենք շատ լավ գիտենք, թե ինչ հեշտորեն կոտրում են կոնքազդրային հոդ, եւ շատ տխուր ստատիստիկա կա այդտեղ, ինչքան մարդ տակից դուրս չի գալիս ընդհանրապես։ Ցավոք։ Այսինքն ծանրություն եւ կարդիո պարտադիր վարությունների մեջ։ Եվ սա non-negotiable է։ Սա non-negotiable է, չէ կարող սա այդ, այսինքն սակարկելի չի սա, այո, սա սակարկելի չի։ Okay։ Արմեն ջան, շատ շնորհակալ եմ հյուր գալու համար։ Ակնհայտորեն մենք եւս մի կամ մի քանի հանդիպման պոտենցիալ ունենք։ Շնորհակալություն, որ հյուր եկաք։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր իմ հյուրն էր Հենար հիմնադրամի ներկայացուցիչ, բժիշկ, Medicine 3.0-ի մեծ ջատագով Արմեն Մինասյանը։ Մնացեք մեզ հետ եւ չմոռանաք հավանել մեր հաղորդումները։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպում։